Վերջապես Գլենդելի Ալեքս թատրոնում մեծ անակնկալ ամերիկահայության համար Առավոտ կենենք սարը կկանչի զուրնի խաղը Չկան է օր, որ սիրտը իմ քեզ մորանա Թույլ դուր քեզ սիրեմ Կարչի մի տաչիմ հեռացնի քեզ կոյարեմ է Եվս մեկ համերգ դեկտեմբերի 20-ին ժամը 19-ին Տոմսերի համար այցելեք Ticket.me կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով Վերադարձանք, այո, վերադարձանք տաղավար և այս օրերին Հայաստանում Մոսկվայի Արարատ բենդի հիմնադիր կանոնահարուհի Նարինե Մալխասյանը նա մասնակցում էր Հայաստան-Արցախ Սփյուռք մրցանակաբաշխությանը, բայց իրականում նրան տաղավար են հրավիրել խոսելու ոչ միայն այդ թեմայով, այլև Հայաստանից դուրս ինչպես են պահում այդքան հայկական, եթե կարելի է նոսրամասնել խոսենք, կարող ենք այդպես անվանել կանոնը, թե ոչ, այդ հայկական գործիքը, հայկական երաժշտությունը, բարի լույս Բարի Հայաստանյան առավոտ Ինչպես եք։ Լավ, դուք ինչպես եք։ Շատ ոնց կարող եմ այստեղ լինել վատ։ Շնորհակալություն։ Եկեք խոսենք բենդի հիմնադրման մասին, ինչ գործունեություն է ծավալում բենդը, ինչ առաքելություն ունի իր առաջ, որովհետև անունը ամեն դեպքում հուշում է, որ ինչ որ առաքելություն պետք է ունենա։ Այո։ Բենդի մանկական երազանքներից մեկն է, որը կարողացել եմ իրականացնել Աստծո օրհնանքով, որովհետև իմ կողքին են այնպիսի երաժիշտներ, ովքեր Մոսկվայի ծայրահեղ մեծ տարածությանը ցրտին շոքին կարողացել են անվճար գալ եւ իմ կողքին լինել եւ մենք կարողացել ենք ստեղծել թիմը, ճիշտ թիմը եւ այդ թիմով առաջ ենք գնում եւ զարգանում ենք եւ կարողանում ենք ներկայացնել ամենակարևորը հավուր պատշաճի ներկայացնել մաքրամաքուր ազգային նվագարանային երաժշտություն։ Ստեղծվել է 2021 թվականին եւ ընդամենը 4 տարեկան ենք, 4 տարիների ընթացքում ունեցել ենք արդեն 18 մեծ մենահամերգ Ռուսաստանի տարբեր մեծ եւ փոքր քաղաքներում։ Գերակշռում է բնականաբար Մոսկվան, որտեղ այնտեղ ենք ապրում, բայց արդեն հասցրել ենք շրջագայել եւ ունենք բազում մենահամերգներ եւ ներկայացնում ենք հանդիսատեսին։ Երբ է սպասվում հայաստանյան համերգը։ Հայաստանյան մեր առաջին փոքր համերգը եղավ նախանցյալ տարի Անի հոլում, ինչու, որովհետև մենք նախապես արդեն պայմանավորվել էինք, որ պիտի Բաբաջանյան համերգասրահում լիներ, բայց ցավոք սրտի պատերազմը խանգարեց եւ մենք ստիպված մի տարի հետո ունեցանք արդեն Անի հոլում փոքր մենահամերգ, այնպես որ այստեղ արդեն հասցրել ենք մեր հայ ունկնդրին ներկայանալ փոքր կազմով։ Կանոնը անվանում են հայկական գործիք, բայց նաև կողքից լինում են տեսակետներ, որ դա այդքան էլ այդպես չէ, այ պրոֆեսիոնալ երաժշտից փորձենք ճշտել, որքանով է հայկական կանոնը։ Կանոնը, այն կանոնը, որը Հայաստանում է, դա հայկական է եւ ասեցի եւ հաստատեցի ինչու մեկնաբան եմ տարածաշրջանային գործիք է այո ունեն բոլոր ազգերը կարելի ասել արաբները թուրքերը ադրբեջան ամենտեղ կա այդ գործիքը բայց շնորհիվ մեր մեծանուն կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի հայկականացվել է այս գործիքը եւ մենք այնպիսի ունենք արդեն կոնկրետ տեմբրացված գործիք, հա, որը մեզ թույլ է տալիս գործիքը ներկայացնել ոչ միայն հոգեվոր երաժշտության շրջանակներ, ոչ թե հոգեվոր նվագել, կարող ենք անծայրածիր երկացանք ներկայացնել կանոն նվագարանի վրա հենց այդ հայկականացման արդյունքում, այսինքն կանոնը հայկական նվագարան է։ Իսկ արդյոք կանոնը կարող է ժամանակակից երաժշտական գործիքներին զուգահեռ քայլել եւ ժամանակակից երաժշտության մեջ էլ հնչել։ Կանոնը կարող է հնչել ամենուր եւ կարող է գերազանցել նույնիսկ ժամանակակից նվագարաններին եւ կարծում եմ արդեն մենք հասցրել ենք այդպիսի մի լայն տարածման, որովհետեւ այսօր կարծում եմ պահանջարկ ունի կանոն նվագարանը, ես դա զգում եմ Մոսկվայից, երբ ես Մոսկվայում էի, ես ձեզ ասեմ կանոնը չկար այդպիսի ճանաչում Մոսկվայում, ես դա հստակ եմ ասում, թող անպագորգոր բառեր չհնչեն եւ իմ շատ
տանջալից աշխատանքի արդյունքում ես հասել եմ նրան, որ այսօր Մոսկվայում կանոնը պահանջարկ ունեցող գործիք է։ Ես կարծում եմ նաև արդեն Հայաստանում։ Հրաշալի է, նաև ձեր բենդի անունի շնորհիվ նաև ինչ-որ ասոցիացիաներ կան հենց հայկականության հետ կապված։ Շանթ հեռուստաընկերությունը տարբեր նախագծերի շնորհիվ դուդուկի նոր ընտրյալները, ժողովրդական երգիչը, ազգային երգիչը, ցենց բազմաթիվ նախագծերով ոչ միայն որոշակիորեն երիտասարդացրեց հետաքրքրությունը գործիքների հանդեպ, առհասարակ այդ երաժշտության հանդեպ, այլև որոշակիորեն պահանջարկը մեծացավ, այլ որպես ոլորտի ներկայացուցիչ, մեծ փորձ ունեցող մարդ, դուք զգացիք այդ փոփոխությունը։ Ոչ միայն զգացի, այլ պատրաստվում եմ եւ ասում եմ իմ երախտիկի խոսքը Շանթ հեռուստաընկերությանը, այո, ես այն երաժիշտներից եմ, ով ազգային երգիչ նախագծի շրջանակներում, ես այն ժամանակ աշխատում էի ազգային նվագարանների պետական նվագախմբում, եւ մենք բազում անգամներ այստեղ հյուրընկալվել ենք եւ ունեմ նույնիսկ ձայնագրություն 2010 թվականի ամանորյա հաղորդաշարին իմ մենանվագը կա, հենց իմ ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ։ Այնպես որ շնորհակալ եմ Շանթ հեռուստաընկերությանը, ես ոչ միայն դա զգացել եմ, այլ դա բոլորը կարող են փաստել եւ դա այնքան մեծ աշխատանք է։ Այ հենց մենք դրա կարիքը ունենք, որ պիտի միշտ ես միշտ ասում եմ, ազգային նվագարանները դա մեր ազգային արժանապատվությունն է։ Եվ եթե մենք հեռու ենք այդ ազգային արժանապատվությունից, մենք չենք կարող մեզ ասել, որ մենք, գիտեք, մենք հայ ենք, հա, մենք գոռում ենք, մենք հայ ենք, մենք այս ենք, մենք սա ենք արել, նա ենք արել։ Եղբայր, մենք պետք է մոտ լինենք մեր ազգային արժանապատվությանը։ Դա պետք է մեզանից յուրաքանչյուրի մեջ լինի։ Մեր փոքրիկ երեխան պետք է շատ հստակ պատկերացում ունենա, ինչ բան է, ասենք թե շվին, հա, բլուլը, հայկական բլուլը, դուդուկի պատմությունը, չգիտեմ, կանոնի, թառի, քամանչայի, ցավոք սրտի այսօր կան գործիքներ, որոնք գնում են արդեն անհետացման։ Պիտի թույլ չտանք, պիտի ամեն ինչ անել դրա համար։ Եվ ես կարծում եմ, որ ընտանիքից է պետք սկսել դա, այսինքն ծնողը պետք է աշխատանք ունենա սկզբից երեխայի հետ, որպեսզի սերը ներդնի հոգում եւ երեխան ձգտի դեպի երաժշտական դպրոց։ Քանի որ ձեր ելույթները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում են լինում, նաև հյուրախաղեր եք ունենում շատ, այո, ինչպիսին է լինում հանդիսատեսի արձագանքը կանոնին եւ հայկական երաժշտությանը, ու արդյոք օտարազգիները ուզում են սովորել նվագել կանոն, թե միայն սիրում են լսել այն։ Ես ես պիտի մի ցավալի բան ասեմ, օտարազգի ունկնդիրը ավելի հետաքրքրություն է ցուցաբերում, քան օտարափերում ապրող օտարացած հայը։ Դա շատ ցավալի փաստ է։ Եվ պիտի ասեմ, այդ որ սկզբում շեշտեցի, որ շատ տանջալից ճանապարհ ունեմ անցած մարդկանց ներկայացնելու իմ գողտրիկ նվագարանը։ Դա այնքան ցավոտ պատմություն է, երբ ինձ հարցնում են, «Էդ ինչ է այդ փեդի վրա քաշած այդ լարերը, էդ ինչ է այդ թելերը», այդ դժվար բան է, պատկերացնում եք։ Այսինքն արժազրկում են մի ամբողջ։ Դուք պատկերացնում եք, ինչպիսի ցավ էր իմ հոգում, երբ ես գնում եմ Հայաստանի վառ գունագեղ իմ կյանքից այդ պայծառ հայ, այս նվագախումբը, այս, չգիտեմ, համերգներ ու համերգներ, գնում եմ այնտեղ, ամուսնանում եմ, գնում եմ արդեն ու գալիս է ժամանակ, որ ես հասկանում եմ, պիտի զբաղվեմ այդ գործով, որովհետև ես չեմ կարող ուղղակի այսպես այս 11 տարիների ուսանողական կյանքը փակել ու դնել մի կողմ։ Եվ երբ ես սկսում եմ մտնել ասպարեզ, դուք չեք պատկերացնում ինչպիսի հոգու ցավով եմ ես այդ ամենը ինձ զսպելով, խեղդելով, դժվարությամբ քայլ առ քայլ գնացել առաջ։ Եվ օտարազգի ունկնդիրը, երբ զարմացած, չգիտեմ, այնքան հետարքիր սիրով, երբ հատկապես իրենց ազգի երաժշտությունից էլ կարող ենք նվագել եւ իրենց այնքան ականջ շոյի, որ զարմանան, որ ոնց կարող է հայկական գործիքը ներկայացնել այսպիսի սիրուն երանգով, ասենք օրինակ ռուսական ինչ-որ մի մեղեդի, իհարկե գալիս են սովորելու։ Դուդուկը ընդհանրապես խնդիր չունի այդ հարցում, շատ ռուսներ գնում են եւ սովորում են։ Կանոնը նոր-նոր են սկսել, ինձ մոտ կոնկրետ, նոր-նոր են սկսել։ Այո, դասավանդվում է եւ սիրով գալիս են։ Դուք ասենց այնքան էնտուզիազմով եք խոսում այդ ամեն ինչի մասին, որ ես էլ ուզեցի կանոն նվագել ու սովորել։ Իմ պատկերացումը կանոնի, բայց ճիշտ եմ, չէ՞ պատկերացում։ Կարող եք սկսել։ Այ ուսուցչական գործունեությամբ զբաղվում եք, թե ոչ։ Ցավոք սրտի ժամանակային մեծ խնդիրներ կան եւ տարածության, հա, որովհետեւ Մոսկվայի մի անկյունից մյուսը գնալու համար օրվա կեսը կորում է եւ
շատ մեծ աշակերտական կազմ չեմ կարողանում ունենալ իմ զբաղվածության պատճառով, բայց իհարկե դասավանդում եմ։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր երաժիշտ պարտավոր է փոխանցել իր գիտելիքները ապագա սերնդին։ Եվ մենք ի վերջո երբ կրթվում ենք որպես մանկավարժ, ո՞րն է մեր առաքելությունը, հենց դա, չէ՞։ Այսինքն մենք պետք է պարտավոր ենք եւ պիտի անենք, եւ ես անում եմ։ Դա ոչ միայն գիտելիքը, այլ նաեւ շատ կարեւոր է սերը եւ այդ հայկականությունը։ Այո, այո։ Ինչ ապագայում պլաններ կան կապված բենդի հետ։ Բենդի հետ շատ մեծ պլաններ կան, իմ երազանքն է, որ պիտի իմ փոքր կազմը, մենք ինչու ենք փոքր, որովհետև Մոսկվայում այ չունենք թառահար, սազահար, քամանչահար, չունենք։ Ինչու չունենք, որովհետև արդեն այսօր Հայաստանում էլ չկա, արդեն բարձրաձայնեցի, չէ՞, այդ հարցը։ Շատ դաժան է դա, այդ այնքան ցավոտ թեմա չեք պատկերացնի։ Ունենք մի շատ վիրտուոզ մենակատար Ալեքսանդր Մովսիսյան, բայց նա էլ արդեն էլ մեզ հետ, այս մեր ռիթմի հետ չի կարողանում գալ եւ ներկայացնել, այսինքն այդ փոքրակազմ թիմով այնքան մեծ հետաքրքիր պլաններ ունենք եւ այսպես հերթով դրված է, որ պետք է իրականացնենք Աստծո օրհնանքով եւ շնորհիվ իմ հաջորդ մեծ երազանքը որ պիտի լինի, որովհետեւ իմ նվագարանը արժանի է հնչել հենց այդ բեմում Կրեմլյան համերգ։ Չեմ ասի այս տարի կամ մյուս տարի, դա դեռ հետագա է, բայց դա պետք է լինի անպայման։ Ես կարծում եմ դա կլինի եւ մենք դա որպես առիթ կօգտագործենք նորից հանդիպելու մեր տաղավարում։ Մենք ձեզ այն դրական լիցքերն ենք փոխանցում, որը դուք մեզ փոխանցեցիք եւ համատեղ էներգիան ինձ թվում է կգնա վերև եւ դուք կունենաք Կրեմլյան համերգ։ Շնորհակալ եմ շատ։ Սիրով։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք մեր տաղավարում գտնվելու, այդ ջերմ էներգիան եւ էնտուզիազմը փոխանցելու համար։ Հիշեցնեմ,